Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հաղթանակ շուրջօրյա խնամքի կենտրոնում նախատոնական տրամադրություն է։ Շուրջ 250 շահառու ունեցող կենտրոնի բնակիչներն ասմունքով, երգով ու պարով են պատրաստվում գալիք 2026 թվականին։ Տատիկ-պապիկներին ուրախացնելու էին եկել երգիչներ, պարային համույթներ։ Խնամքի կենտրոնում ապրող Համլետ Հարությունյանի առօրյան հագեցած է։ Հարությունյանը երաժիշտ է, բանաստեղծ, նաև նկարիչ։ Հարցրեցինք տարիքը, հարցով պատասխանեց։ Ինչքան ասեմ, որ լավ էլի, ինչքան գնաք դուք։ 70։ Շատ լավ եք տալիս, փառք Աստծո, եթե լինեի 70, բայց 85 եմ։ Ասում է անունը ծերանոց է, բայց իրենց համար տուն է դարձել, հարգալից և շատ լավ վերաբերմունքի են արժանանում տնօրենի և ամբողջ անձնակազմի կողմից։ Հարությունյանը պատմեց, ունի ընկերներ, խնամքի կենտրոնում նաև իր երկրորդ կեսին է գտել։ Մեր այցելության պահին տիկին Այդան տեղում չէր։ Դու ընկերներ ունեմ, ընկերուհի ունեմ, այսինքն կողքից։ Ահա, կին ունեք։ Այո, էստեղից ծանոթաց է, ապրում ենք միասին, շատ լավ է, ուրախ է։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի տեղ գնամ։ Բա ուր է ձեր կինը, այստեղ չէ։ Մեր կինը գնացել է քաղաք, ինչ-որ գործի համար, ուզում է աշխատել, դե ինքը աշխատել է ամբողջ կյանքը դասադուի է եղել, հիմա էլ բարակ չի կարող նստի։ Համեր աշխեք, թե կռվում եք իրար հետ։ Բա ընտանիքի մեջ չի պատահի, որ դե կռիվ էլ կլինի, մաս փեդուկ էլ կարող ենք լինել։ Ինչի համար եք կռվում։ Մի քիչ հումորով խոսելն է լավ բան է, էլի։ Դե ոչ մի բանի համար չենք կռվում, ինչի պիտի կռվենք, այսինքն մեր տարիքը ինչի է։ Դե կողը խանդում եք օրինակ։ Չէ, ես խանդ չեմ։ Ես ոչ մի անգամ չեմ խանդել ու չեմ էլ խանդում։ Ույնն էլ է դենց է, չի խանդում։ Համեր աշխեք։ Հա, մենք համերաշխ ենք շատ լավ։ Խանդը այնենց բան որ մարդուն ես չեմ ուզում որ մարդիկ ասոբեննի մարդիկ կամ երկու ընտանիքի ապրողները, սիրահարները կամ մարդ ու կին խանդեն, դա ամենավատ բանն է խանդը։ Սենյակում հեռուստացույց նկատեցինք և հետաքրքրվեցինք, հետևում է քաղաքական անցուդարձին։ Հա, նայում ենք, որ պետք կլի գնայենք, որ պետք չելի, չենք նայի, որ մեկ էլ տեսար, պես արվում ենք, դե հերիք է, էլի մեղք են, անոթից առավ խոսում են ենտեղ։ Կողեք ղեկավարությունից երկրի։ Շատ։ Էստեղի չէ, երկրի։ Երկրի ղեկավար։ Գրես ինչ է, երկրի ղեկավարությունը օրինակ ինձ համար շատ լավ է։ Շատ լավ է, բայց ինչ կվերապերվի դիմացի մարդուն կամ քաղաքացուն, ես էդիկ չեմ կարող ասել։ Կենտրոնում հանդիպեցինք նաև 93 տարեկան Հրանուշ տատիկին, սենյակ մտնելիս ծուխ նկատեցինք, ասած սուրճն է թափել։ Ով է թափել աչքերս լավ չի տենում է։ Շատ եմ մեծացել, բախտս է։ Նստեք, համեցեք։ Հրանուշ տատիկը կենտրոնում իրեն շատ լավ է զգում, ասում է ամեն ինչով ապահոված է։ Մրգից բռնած, մսից բռնած, ամեն ինչ։ Թող ուտեմ, իրանք մեղավոր են, որ ես չեմ կարող ուտեմ։ Առավոտը զարթնում եք, ինչ եք անում։ Առավոտ զարթնում եմ, մեր հայերը պետք է կոֆե խմեն, չէ։ Հա, կոֆե եմ խմում, հետո կողքուկուշտս անկողինս հարդարում եմ, կռացած եմ։ Հետո սպասում եմ, թե ինչ պետք է տան։ Բերում են կամ կուտեմ, կամ չեմ ուտի։
Շփվում եք ուրիշների հետ։ Ես շատ շփվել չեմ սիրում։ Իմ հետ շփվում են, գալիս են։ Բայց ես չեմ գնում։ Հարևանների սենյակները չեք գնում։ Չէ։ Իրանք են գալի, մի բան են հարցնում, ինչ խորհուրդ կտաս, ինչ կասես։ Ես գրագետ աղջիկ եմ, կին եմ էլի։ Ինչով եք զբաղվել։ Մանկավարժ եմ։ Հետո մեծացա, սենյակները չէր բավարարում ընտանիքին։ Ես եկա ստեղ։ Բայց մինչև մազերիս ծերը գոհու շնորհակալ եմ բոլորից հետ։ Միջանցքում տեսանք նաև Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ, օրվա միջոցառումից եւ իր առօրյայից գոհ էր։ Մեր առօրյան այստեղ շատ լավ է անցնում, քանի որ պարոն Ղազարյանը կա, մեզ համար տեսեք ինչեր է ստեղծում բոլորը, որ մենք մեզ լավ զգանք։ Դրա համար են մենք չենք իմանում, արդեն տները թողած, Են տների մասին չեք մտածում, ես մի տան մասին ենք մտածում։ Տիկին Մարինեն 3 տարի է կենտրոնում է, պատմում է, իրենց առօրյան իրենք են կազմակերպում։ Առավոտյան արթնանում ենք, մեզ հրավիրում են նախաճաշի, հետո մենք կազմակերպում ենք, հավաքվում ենք մեր սենյակի կամ ասենք մեր շրջապատի զերերով, նստում ենք, զրուցում ենք, հեռուստացույց ենք նայում, երաժշտություն ենք լսում, բավական հետաքրքիր է անցնում։ Ինչի մասին եք զրուցում։ Չենք ձանձրանում։ Հիմնականում ինչի մասին։ Դե հիշողություններ, գիտեք ինչ, ոմանք հիշում են իրենց դպրոցական տարիները, որ մեծացել են արդեն, հիշում են ուսանողական տարիները, շատերը հիշում են ծնողներին, խոսում են հայրերից, մայրերից, երեխաներին, կարոտի, նոստալգիայի թեմաներ հիմնականում մեզ շատ հուզում, կարոտի թեման, որ իրոք մեզ, օրինակ իմ երեխան մինուճար աղջիկ այստեղ չի արտասահմանում է ընտանիքով, ես կարոտել եմ, ծնողներս արդեն չկան վաղուց մահացել են, եւ շատ էր այդպես նույն կարգավիճակում են, դե ինչերից է, մենք լավ ենք զգում մեզ։ Տիկին Ռոզան 5 տարի է այստեղ է ապրում, բեմի վրա ասմունքեց, իսկ հետո պատմեց, մանկությունն աչքի առաջ եկավ։ Այս ինձ համար ամենամեծ հաճույքն էր այսօրվա այս ասմունքելը, իմ մանկությունն եկավ իմ աչքերի առաջ։ Իսկ այդ պայմանները ստեղծեց պարոն Ղազարյանը, որ մենք մեզ մարդ զգանք։ Խնամքի կենտրոնի տնօրեն Խաչիկ Ղազարյանը ներկայացրեց հաստատությունում ապրում են 18 տարին լրացած, նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Հետաքրքրվեցինք, ինչ պատճառներով են այնտեղ։ Կան մարդիկ, ովքեր որ ապրում են միայնակ իրենց տներում եւ ցանկություն չեն ունենում հետագա իրենց ընթացիկ կյանքը ապրել միայնության մեջ։ Ավելի ինտերակցիան, ասենց կենցաղ կիսելու կարիք ունեն, այդ իսկ պատճառով դիմում են նման հաստատություններ։ Կան մարդիկ, ովքեր որ միջանձնային հարաբերություններն ընտանիքներում ոչ լավ վիճակում են գտնվում, դրա արդյունքում մեր բնակիչները դառնում են այստեղի շահառուներ։ Խաչիկ Ղազարյանը նշեց, փորձում են բնակիչների համար հագեցած ժամանց կազմակերպել, նաև հաստատությունից դուրս այցելություններ կազմակերպելով մշակութային կենտրոններ, քաղաքից դուրս գեղատեսիլ վայրեր, կազմակերպում են նաև հոգևոր ուխտագնացություններ։ Խաչիկ Ղազարյանն իր աշխատանքը սիրով է կատարում, միայն կեսկատակ նշում է, աշխատանքը երբեմն բարդ է դառնում, երբ կենտրոնի բնակիչները միջանձնային խնդիրներ են ունենում։ Ընտանիքում 4 մարդ ապրում են իրար հետ շատ հաճախ կենցաղ կիսելը բարդ է դառնում։ Ուր մնաց մի քանի մարդ մի կետում լինեն եւ տարբեր դաստիարակություններ ստացած, տարբեր կրթություններ ստացած, տարբեր նախասիրությունների մարդիկ կենցաղ են կիսում իրար հետ։ Բավականին լինում են դժվարություններ, բայց հաշվի առնելով ասենց տարիքը իրանց, անցած ճանապարհը, դժվարությունները զիջող դերում ենք բոլորս է գտնվում։ Իրանք էլ իրանց հերթին իրար հետ հարաբերություններում միշտ փոխզիջումների արդյունքում համերաշխություն է տիրում։ Գալիս են ձեր մոտ բողոքելով։ Բազմաթիվ անգամներ լինում են նմանատիպ դեպքեր, որ տարբեր կենցաղային հարցերով, նույնիսկ անձնական, զգացմունքային, այդպես։ Այստեղ կային ամուսնացածներ, չէ՞։ Հա, նույնիսկ եղել են տարիքով դեպք է եղել, որ մեր բնակիչներից 2 բնակիչ եկան, խնդրեցին իմ օրհնությունը, ճիշտ ասած, ասեցի ես լինելով ձեզանից կրտսեր սերունդ, ձեզ օրհնություն տամ, մի քիչ չեմ համարում ավելի sense ճիշտ։ Նո ընտանիքներ են կազմում, լինում է որ հարաբերություններ են խզվում, լինում է որ վերականգնվում են, այնպես որ մեր օրը բավականին լի է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։